Այսօր հոկտեմբերի 16-ին բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ գործադիրը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90 օրվա արգելքը հանելու վերաբերյալ։ Ինչպես լրագրողներին փոխանցեցին վարորդները, իրենք Ռուսաստանում գտնվելու համար թույլատրված 90 օրվա կեսը Լարսի անցակետում ու այդ ճանապարհներին են անցկացնում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստից առաջ մոտեցել է ակցիայի մասնակիցներին եւ ասել. «Տեղյակ ենք եւ զբաղվում ենք։ Սրանից ավելի այս պահին բան չասեմ, բայց ցեզանից շատ ենք զբաղվում։ Հավատացեք, ամենաբարձր մակարդակով ՀԱՏՄ-ում զբաղվում ենք այս հարցով»։ Նյուզեյեմի փոխանցմամբ ակցիայի մասնակից վարորդներից Մուշեղ Ասլանյանը վստահ է, որ խնդիրը չի լուծվի։ Իսկ ակցիայի մասնակիցներից Վարդան Վարդանյանն էլ ասում է, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք փակելու են ճանապարհները եւ թույլատրելու են դրանցով անցնել միայն զինվորական մեքենաներին ու շտապօգնության մեքենաներին։ Մենք կփակենք բոլոր մաքսատների մուտքերն ու ելքերը եւ ոչ ոք չի կարողանալու մեզ ստիպել հանել մեր բեռնատարները, նշել է նա։ Վարդանյանի խոսքով ավելի վաղ վարորդներին ասել էին, որ սեպտեմբերի 10-ին ուժի մեջ մտած փոփոխությունն իրենց չի վերաբերում, քանի որ իրենք զբաղվում են տարանցիկ փոխադրումներով։ Միևնույն ժամանակ նույնիսկ կորոնավիրուսային սահմանափակումները գործում էին բոլորի վրա բացի մեզնից։ Ինչպես ստացվեց, որ այս արգելքը տարածվեց մեզ վրա։ Մենք ուզում ենք իմանալ, թե երբ կլուծվի հարցը, հավելել է նա։ Մեկ այլ վարորդի պարզաբանմամբ, եթե խնդիրը չլուծվի, բեռնատարների վարորդների պակասի պատճառով տրանսպորտային ծախսերը կաճեն, ինչի հետևանքով Հայաստանում հացը մեկ ամսում կարժենա $1։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրի քաղաքացիները ընդունված փոփոխության համաձայն այլևս ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր կարող են գտնվել այնտեղ, այլ մեկ տարվա ընթացքում գումարային 90 օր։ Ստացվում է, որ Ռուսաստանը կրճատել է ժամկետը 2 անգամ։ Սակայն սա այն քաղաքացիների համար է, որոնք Ռուսաստան չեն գնում աշխատելու նպատակով։ Բեռնատարների վարորդները դժգոհում են, թե ինչու է իրենց վրա տարածվում այս օրենքը։ Իրենք ոչ Ռուսաստանում են աշխատում, ոչ էլ որպես զբոսաշրջիկ են գնում այնտեղ։ Թեպետ վարորդները հույս չունեն, որ հարցը կլուծվի, սակայն պահանջում են վերադարձնել տարեկան ընդհանուր օրացույցային հաշվարկով 180-օրյա ժամկետը։ Նշենք, որ բեռնատարների վարորդներն ավելի վաղ նույնպես իրականացրել են բողոքի ակցիաներ այս փոփոխությունների դեմ։